Եվրոպայում այսօր մի շատ կարևոր տրանսֆորմացիա է տեղի ունենում։ Մարդիկ հասկանում են, որ միայնակ պետությունը դժվար է դիմակայում մեծ ճգնաժամերին։ Եվրոպացիների 66%-ը ցանկանում է, որ Եվրամիությունն ավելի մեծ դեր ունենա մարդկանց պաշտպանելու գործում, պատերազմներից, տնտեսական ցնցումներից, կիբերհարձակումներից եւ ապատեղեկատվությունից։ Միլիոնավոր մարդիկ ուզում են ավելի ուժեղ Եվրամիություն։ Նրանք հասկանում են, որ անվտանգությունը, տնտեսությունը եւ մարդու բարեկեցությունը պահանջում են ավելի լայն համագործակցություն եւ ավելի ամուր դաշինքներ։ Եվրոպացիների 89%-ն ասում է, պետք է ավելի միասնական լինել, իսկ 86%-ը ցանկանում է, որ Եվրոպան ավելի ուժեղ ձայն ունենա ամբողջ աշխարհում։ Հայաստանը նույնպես պետք է հստակ ընտրություն կատարի։ Եթե ուզում ենք անվտանգ պետություն եւ բարեկեցիկ հասարակություն, պետք է շարժվենք այնտեղ, որտեղ կան ուժեղ ինստիտուտներ, մեծ շուկաներ եւ անվտանգության իրական գործընկերներ։ Առաջին քայլը պետք է լինի հստակ քաղաքական որոշումը 1 տարվա ընթացքում ներկայացնել Հայաստանի անդամակցության հայտը Եվրամիությանը։ Միաժամանակ Հայաստանը պետք է խորացնի ռազմավարական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ապահովելով այդ գործընկերության շարունակականությունը անվտանգության, տնտեսության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս ուղին նաեւ նշանակում է աստիճանաբար դուրս գալ այն համակարգերից, որոնք չեն ապահովում Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը, հակոտնյա են հաստատված խաղաղության գործընթացին։ Այս տարի պետք է կայացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու որոշում եւ պետք է մեկնարկել ԵԱՏՄ-ից փուլային դուրս գալու գործընթացը։ Եթե ուզում ենք, որ Հայաստանը լինի իր ճակատագիրն ինքնուրույն ձևավորող պետություն, ապա պետք է ընտրենք այն ուղին, որը մեծացնում է մեր ինքնիշխանությունը, ամրապնդում մեր անվտանգությունը եւ բացում մեր քաղաքացիների առաջ ավելի արժանապատիվ կյանքի հնարավորություն։ Հայաստանի ապագան պետք է կառուցվի հենց այդ սկզբունքով՝ բարեկեցիկ քաղաքացի, ուժեղ պետություն եւ ազատ եվրոպական Հայաստան։